ինչ են անում դիտորդները, ինձ միշտ հետաքրքիր էր ոնց են մարդիկ դա մեկնաբանում։ Ընտրական օրենսգիրքը չի սահմանում իրական դիտորդները։ Ոնց որ դիտորդները ինչ-որ իրավունքներ ասում են, իրավունք ունեն այս անելու են անելու, բայց չի ասում ինչու։ Դիտորդների մասով ըստ էության ստացվում է իրանց ակնկալում են որպես ուղղակի դիտում են, ուրիշ ոչ մի բան։ Չնայած որ ընտրական օրենսգիրքը սահմանում է, որ ընտրական հանձնաժողովն է պաշտպանում ընտրողների իրավունքները, ես կարծում եմ, որ դրանք փաստացի հատկապես բիճելի ժողովրդավարությունների պայմաններում կարողանում են ապահովել դիտորդները։ Միաժամանակ մեր հանրության տեսանկյունից շատ հաճախ է եղել ու երկար տարիներ, որ դիտորդները ժամանակի հետ ու հատկապես տեղացի դիտորդները, տեղական դիտորդները ժամանակի հետ դարել են ընկալվել են որպես ընտրողի կամքի արտահայտման իրական պաշտպանները։ Իրականում հանձնաժողովի հետ շփումն է շատ կարևոր, ունեն շփումը, որ իրանք համ հասկանան, որ դու իրանցից լավ գիտես կարգավորումները, ինչը պետք է գրած լինեն, որ հերթով պիտի անեն ինչ-որ գործողությունները, համ էլ հասկանան, որ նենց որ իրանց թշնամին ես, իրանց ընկերն ես, փորձում ես հասկանալ ճիշտ են արել թե չէ, թե սխալ են արել, ասես դրա մասին վատագույն դեպքում գրանցես հետիմացիանում, եթե այդքան վատ չի ամեն ինչը, ուղղակի փորձես այդ տեղեկատվությունը ամփոփես, դու կամ քո հետ աշխատող ուրիշ մարդիկ։ Ծանոթանաս վստահված անձանց հետ, խնդրես հագնեն վկայականը, որ ոչ թե ուղղակի հարևանը լինի, հարևան Սաքոն, այլ Սարգիս Սուքիասյանը, այս ինչ կուսակցության վստահված անձը։ 18 թվին ես հիշում եմ, որ հարցում ես մարդուն ով ես, ասում ես վստահված անձն եմ որևիցե կուսակցության, ասում ես օքեյ, վկայական, ու ինքը շատ հանգիստ պատասխանում է, ես բեյջ հագնող տղա չեմ։ Հիմա ոնց որ թե տենց ամոթ բան չի բեյջ հագնելը, հագնում են մարդիկ, դու տեսնում ես, որ ինքը քուչի լավ տղա չի, ինչ որ ինքը կուսակցության համար աշխատում է։ Մենք անկախ դիտորդ դաշինքը ձևավորել ենք 2017 թվականին։ Իրական 16-ից սկսել ենք արդեն աշխատել այդ ուղղությամբ, 16-ին Գյումրի եւ Վանաձորի ընտրությունները մեր համար առաջին ասած փորձադաշտներ համատեղ դիտորդության։ Այդ ժամանակներում մենք ստիպված էինք, այսպես ասած, ունենալ մի քանի գազམ་ակերպություններ դիտորդական առաքելությունում, որովհետև միշտ մեր մեթոդաբանությունն էր համատեղ երկու դիտորդ ունենալ տեղամասում, որովհետև դա ապահովում է եւ տեղամասի ներսի եւ դրսի ամբողջական վերահսկողությունը, ու ունեինք դիտորդներ ամբողջ օրվա ընթացքում, առավոտ նիստից մինչեւ ձայների հաշվարկը։ Սահմանափակելը այն էր, որ դիտորդը ոչ թե ուներ իր համար երաշխավորված տեղը, որ կարա տեղ ունենա նստելու եւ կանգնելու, այլ ուներ տեղ, որից բացի չի կարա կանգնի։ Կարար ասեր ես ուզում եմ կարծիքս գրանցեմ եւ իրային ասեին ոչ։ Հիմա ինձ թվում է այնքան հաճախ ենք պահանջել, որ արձանագրեն մեր գնահատականը, այնքան հաճախ ենք ստացել հրաժարում, այդքան հաճախ ենք այդ հարցը բարձրաձայնել ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում, կենտրոնական ընտրական հանձնաժողովում, որ սովորացրել են տեղամասային հանձնաժողովներին, որ չի կարելի այդպես անել։ Ունեմ գնահատական, կարող եմ արձանագրել, ուզում եմ ծանոթանալ Մատյանի հետ, կարող եմ ծանոթանալ ցուցակի հետ, կարող եմ ծանոթանալ, այսինքն ոնց որ այդ շղթան է էլի աշխատում, քեզ չեն թողնում ինչ-որ բան, դու պնդում ես, ճշգրիտ փորձում ես գրանցել, թե ինչը չեն թողել, երբ չեն թողել, ով չի թողել, տանում ես էդի ամփոփելու, բարձրացնում ես ավելի բարձր մակարդակ, համոզում ես, որ չի կարելի այդպես անել, որտեվ հենց այդ պատճառով ձեր աշխատանքն է դժվարանում եւ քիչ է արդյունավետ լինում։ Մյուս ընտրություններին ավելի հեշտ է։ Մյուս ընտրություններին գալիս ես ասում ես բարև ձեզ, ես դիտորդ եմ, իրանք գիտեն, թե ինչի իրավունքը դու ունես։ Մենք հասկացանք, որ կարիք չկա այդ առավոտից երեկո տեղամասում լինելը։ Այսինքն մենք արդեն 2-3 տարի անցել ենք ամբողջական շրջիկ դիտորդության, որովհետև հասկանում ենք, որ հիմնական տենդենսները, խախտումները տեսնում ես ամեն դեպքում, հա, կարճաժամկետ այցելությունների ժամանակ տեսնում ես։ Նախկինում մենք բառացիորեն ունեինք խնդիր պահելու քվեարկության արդյունքները։ Հա, որովհետև մենք տեսնում ենք, որ տեղամասում, որտեղ դիտորդ ունենք, մասնակցությունը 40% է։ Կողքի տեղամասում, որտեղ դիտորդ չունենք, բայց դեմոգրաֆիական իմաստով նույն տեղամասն է 80% մասնակցություն է։ Եվ այլ արդյունքներ։ Այսինքն մենք հստակ տեսնում ենք դիտորդի կանխարգելիչ ազդեցությունը։ Մեր մեթոդաբանությունը, որը օգտագործում ենք, անդադար ենք հղկում։ Վերջին այս փուլում փորձում ենք առաջի անգամ փորձարկել
հավելվածը, որը մեր գործընկերներն են ստեղծել ռումինական կազմակերպությունը Commit Global, որոնք ուղղակի ՏՏ լուծումներ են առաջարկում կազմակերպություններին, իրենց աջակցությամբ փորձում ենք հնարավորինս արագ մշակվող ինֆորմացիա ստանալ։ Այս մեր դիտարկվող տարածքներն են, որտեղ որ մեր շրջիկ խմբերը պետքա շրջեն ողջ օրվա ընթացքում ու ունենք մասնակցության պատկեր կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ներկայացված ու մենք այդ թվերը վիզուալացրել ենք, այսպիսի պատկեր ենք ստացել, սա տեղամասերն են ու ունենք այսպիսի պատկեր։ Այս նշաններով պատկերները ցույց է տալիս միջինից բարձր մասնակցություն ունեցող տեղամասերը։ Հիմա եթե մենք ընդհանուր առմամբ այսպես մի քիչ այսպես նայենք, կհասկանանք, թե այս հատվածներում որ թաղամասում, այսպես ասած, կամ որ հատվածում մասնակցության միջինից բարձր ցուցանիշ է գրանցվել։ Այսպես տեսեք, այստեղ միջինից ցածր է, այստեղ միջինից բարձր է։ Հիմա տեսեք, այստեղ 1 2 3 4 5 6 7 8 9 10 10-ից 5 տեղամասում միջինից բարձր մասնակցություն է եղել, այստեղ օրինակ տեսեք ընդհանրապես չի եղել այս հատվածում։ Ունենք ուղիղ հեռարձակումներ, այսպես հետևում ենք նաև հնարավորություն ունենք հետևելու որտեղ որ չունենք դիտորդ, հետևում ենք ու եթե հասկանում ենք որ այստեղ պետք է որ դիտորդ գնա, մեր շրջիկ դիտորդներին պետք է այստեղ ուղարկենք, խնդրենք գնան, իրենք գնում են, այստեղ ինչ որ խնդիր է լինում, իրենք դրա մասին բարձրաձայնում են։ Գալիս ենք տեղամաս, դուրս ենք գալիս հայաթը, նայում ենք ոստիկաններին, նայում ենք մեքենաներին, հետո նայում ենք նույն մեքենաներին ուրիշ տեղամասերի մոտ, նույն դեմքերն ենք նկատում նույն տեղամասերի մոտ, հասկանում ենք իրանք ում համար էին աշխատում, եթե մեր բախտը բերի, հասկանում ենք ում համար էին իրանք աշխատում օրվա վերջում, ու ստանում ենք, չգիտեմ, ամբողջ Հայաստանից կամ այս դեպքում ամբողջ Գյումրիից ու Փարաքարից ինչ որ ինֆորմացիա, որ 20 տեղում այս կուսակցության վստահված անձինք էին կամ վստահված անձանց ընկերներն էին նույն մեքենայով 3 անգամ գնացել եկել, կարողանում ենք ասել, օքեյ, այս մարդիկ կազմակերպում էին տեղափոխությունը։ Ու դրա համար դիտորդին էլ խնդրում ենք, որ երբ որ մտնում է տեղամաս, ինքը ուղղակի իր կարծիքը, իր գնահատական այդ տեղամասի մասին գրանցի մեր համար։ Եթե խիստ անհրաժեշտություն կա, խախտում կա, գրանցի մատյանում։ Բայց թողնի, որ մենք ամփոփենք, համադրենք ուրիշ տեղամասերի հետ, հասկանանք ավելի ընդհանրական պատկերը ինչ էր։ Ստեղ իրան մի հոգի է թվացել, եթե 20 տեղում բոլորին մի հոգի է թվացել, այդ մի հոգին էլ կեսը նույն մարդիկ էին, ուրեմն ճիշտ է։ Եթե չէ, երևի թե սխալ է, կամ գոնե չենք կարա վիզ վերցնենք, որ իսկապես այս կուսակցությունը այս ինչ խախտման հետ կապ ունեցել, դրան պետք է ուշադրություն դարձնի։ Մենք ունենք խնդիրներ, մտահոգություններ ընդհանուր առմամբ ռուսական ազդեցության հետ կապված, որովհետև տեսնում ենք դա այլ երկրներում, տեսել ենք մեր գործընկերների դիտարկումների արդյունքում եւ հասկանում ենք, որ այն ինչ տեղի ունենում հիմա Գյումրիում շատ ավելի շատ արտահայտիչ լինելու է արժանտրությունը ու երևի թե նաև սկսվել է արդեն։ Մեր խնդիրն է նաև ընդհանուր առմամբ հանրության խնդիրն է չնկատելը, թե ինչքան երկար ժամանակ է այդ քարոզչությունը տեղի ունենում, որովհետև ինչ որ մի պահի արդեն այնքան է սովորում, որ շատ բաներ ճշմարտություն են թվում, երբ որ ճշմարտություն չէին, որովհետև կորցնում ենք իմունիտետը հասկանալու, թե ինչն էր կեղծ, ինչը ոչ։ Միջամտության իմաստով մեր օրենսդրությունը հստակ արգելում է, որ չի կարող լինել այլ երկրների քաղաքական կուսակցությունների ուժերի կողմից մասնակցություն, թե մեր երկրում չեն կարող գործել օտարերկրյա կուսակցությունների ստորաբաժանումներ կամ բան չնայած օրինակ մենք տեսնում ենք այստեղ տեխնացուի, որը ռուսական կուսակցությանը համարում է իր վերադաս կառույցը, ինչը անհասկանալի եւ հակաօրինական է։ Մենք ունենք այդ ուղիղ աջակցության դեպքերը Մայր Հայաստանին ռուսական պետդումայի պատգամավորի կողմից։
Մեր նախկին ընտրությունների փորձը 28-30 հազար դիտորդներ ընդհանուր առմամբ գրանցվում։ Մի քանի մաս կար, հա։ Կար դիտորդական առաքելություն, որի միակ գործառույթը ըստ էության ստեղծել տպավորություն, որ նորմալիզացված ընտրություններ էին։ Հա, խոսել ինչ որ մի քանի ընթացակարգային խախտումների մասին, բայց ասել, որ ընդհանուր առմամբ ամեն ինչ հարթ էր, ու դա կարող էր օգտագործվել իշխող ուժի կողմից, ասելով, որ տեսեք, այսքան մեծ առաքելությունը այսպեսի գնահատական է տվել։ Կային դիտորդական առաքելություններ, որոնք ուղղակի ստեղծված էին նրա համար, որ տվյալ ուժը տեղում ունենա մեկից ավելի ներկայացուցիչ։ Հա, ու կարողանան մենք տեսնում ենք դիտորդների վարքը որպես բերում են մարդկանց քվեարկելու, ապահովում են ներկայությունը, հետևում են հայացքով ուղղորդելով, թե ում պետքա քվեարկի կամ օգնում կամ տարբեր ձևով մասնակցում օգնելը հնարավորինս բացական իմաստով հասկանանք, հա, վերահսկում ընտրողի քվեարկությունը։ Կեղծ դիտորդական առաքելությունները փաստացի զբաղվում են հիմա, օրինակ, բացի այն, որ շարունակում են ստանդարտ ծառայությունները մի մասը քաղաքական ուժերին, միաժամանակ նաև ծառայում են նրան, որ ստեղծեն այդ կասկածը կամ տպավորությունը, որ կան չափազանց շատ խնդիրներ, որ նույն վարչական ռեսուրս արտահայտությունը նշանակում է այն վարչական ռեսուրսը, որը կար 2008-ին, երբ մեզ ուսումնական հաստատություններից բանալիով փակած դուրս չէին թողնում, որպեսզի հանկարծ չմասնակցենք ընդդիմության հավաքին, կամ ընդհակառակը, հա, փակում էին դռները, որ իշխանության հավաքից դուրս չգան մարդիկ, որովհետև մեծ հավաքի կադրեր էին պետք։ Սկսում ենք առավոտվա ժամը 7-ից ընտրատեղամասների վիճակահանություն, սարքեր ու նմանատիպ գործողություններ ու մինչև բուն տեղամասերը բացվելը գործողություններ են տեղի ունենում ու սկսում ենք դիտարկել հենց այդ գործողություններից տեղեր կա մեքենայով ենք շրջում, տեղեր կա ոտքով ենք շրջում ու ամենտեղ գնում ենք, գրանցվում ենք ու սկսում ենք հենց բուն դիտորդությունը օրվա ընթացքում երևի թե մինչև հիմա հասցրել ենք մտնել, դիտարկել մոտ 14-15 ընտրատեղամաս, ամեն մեկում գրեթե 20-25-30 րոպե, ընտրատեղամաս կա երկու անգամ ենք մտնում 10 րոպեով, 15 րոպեով ու կախված է համ հանձնաժողովի կոմպիտենտությունից, որքան են նրանք կոմպիտենտ եւ որքան են վերահսկում իրավիճակը, որքան ընտրողներ կան ըստ մեծ տեղամասերի, ու սենց ասեմ ավելի շատ այն ընտրատեղամասերին ենք երկրորդ անգամ գնում, որտեղ մտածում ենք, որ խնդրահարույց ընտրատեղամասեր են։ Չէ, թե ուրեմն խնդրում եմ, այս կողմը կանգնեք, լավ WhatsApp-նոր միքս տեղ վերջացնենք նորմալ ձևով։ Տեղում չի եղել, ես փոխարինել եմ, ես ֆիքսել եմ։ Ինչն է խնդիրը։ Դուք չեք գրելու, արձանագրությունը գրելու եք, դուք ստորագրել եք, եկեք որ գրեք, ստացեք։ Նույն կուսակցությունից երկու վստահված անձ ներս է մտել եւ իրենց ելքի ժամանակ չեն արձանագրվել։ Ու փաստացի ըստ Գրանց Համատյանի իրանք միաժամանակ եղել են ընտրատեղամասում, որի իրավունքը փաստացի չունեն ըստ ընտրական օրենսգրքի։ Ու երբ որ մենք ասացինք, որ այսպես թե այնպես պատրաստվում ենք արձանագրությունը կազմել, սկսեց կոպիտ աստած լեզվակռիվ, ինչ որ ձև նաև վիրավորանքներ, որ գործ տվող, գրող, չգիտեմ, արձանագրություն կազմող նման որակումներ եւ այլն ու ավելի շատ իրանց մոտ տպավորություն ստեղծվեց, որ ձեր հետ ենք եկել, տենց մեդիայի հետ մտել ենք նույն ժամանակ ու մտել ենք ոնց որ ինչ-որ մի բան գտնենք, նկարենք, բայց ուղղակի Գրանց Համատյանում գտել ենք ինչ-որ մի բան, որը արձանագրության արժանի էր, արձանագրել ենք բազապես, իրանք տենց ծանր չպետք է տանեին էլի ընդհանրապես, որովհետև ոչ ընտրախախտում է, ոչ ձայների կեղծում է, ոչ ինչ-որ մի բան, ուղղակի կարգի խախտում է, որ մարդավար եթե բացատրել են, էտել ենք հասկացել, որ հնարավոր է տեղյակ չեն պահի դոս են եկել ուղղակի։ Ցերվա դեպքը իմ կարծիքով խախտման մասներ են տեսանկյունից, որ ընդհանցակարգն էր խախտում հանձնաժողովը եւ բացարձակապես չէր ուզում լսել դիտորդին։
հետո որոշեց, որ դիտորդը խանգարում է, երբ որ ուզում է գնահատականը իր գրանցել, եւ քվեարկեց դուրս հանեց դիտորդին։ Մեր դիտորդն էլ այնուամենայնիվ կարողացավ գրանցել իր գնահատականը, ուրիշ դիտորդ կմտնի այդ տեղամաս, գուցե հանձնաժողովը փորձի նույն բանը անել, կրկնակի խնդիր կունենա դրանից հետո, որտեղ ինքը կարող է քվեարկությամբ հանել դիտորդին, բայց միայն երբ որ էականորեն խաթարվում է դիտորդի, կներեք, ընտրական գործընթացը, կարծիք գնահատելը էականորեն չի խաթարում գործընթացը, իսկ քմահաճույքը հիմք չի մարդուն հեռացնելու։ Մեր դիտորդներին բարդ է հանել, Սա իհարկե նաև փորձություն է, բայց մենք հասկանում ենք, որ այս փորձությունը պետք է անցնենք այսպիսի փոքր ընտրություններում, ինչքան էլ որ այս ընտրությունները կարևոր են քաղաքական ուժերի համար, իհարկե դրանք դեռ փոքր նախերգանք են արժան ընտրությունների, հետևաբար արժան ընտրություններին պետք է ավելի պատրաստ լինենք, համոզված լինենք, որ տեխնիկապես կկարողանանք գլուխ բերել ու ինչն է նպատակը, մենք կարող ենք իհարկե այցելել մի քանի տեղամաս, ստանալ տպավորություններ եւ այդ տպավորությունների հիման վրա անել եզրակացություններ, ասել դրանք հնարավորինս համոզիչ դեմքով, բայց մեր նպատակն է ունենալ հստակ վիճակագրություն, հստակ տվյալներ ու փաստեր, որոնք ամբողջական տեղեկություն կտան, որովհետև հիմա երբ հետադարձով նայում ենք նախորդ ընտրություններին, հասկանում ենք, որ մեր զեկույցները նաև ինչ-որ չափով դառնում են ժամանակի քաղաքական պատմություն, որովհետև իրենք ներկայացնում են քաղաքական իրավիճակը, ներկայացնում են ընտրակարգը եւ ընտրական ընտրությունների մանրամասները, որոնք այդ պահին կարող ձանձրալի թվան, լրագրողների համար ոչ մի սենսացիոն ինֆորմացիա չեն ունենա, բայց մեր տեսանկյունից որպես ընտրական օրենսդրության մասնագետներ կամ ջատագովներ մենք տեսնում ենք պրոգրեսը։ Այսինքն մենք կարողանում ենք գնահատել, որ այո, մենք ունեինք շատ խնդիրներ օրինակ քվեարկության գաղտնիության հետ կապված ու կարողացել ենք գալ բերել են լուծումների, որոնք հիմա ապահովում են ըստ էության շատ պարզ, շատ հասարակ լուծումներ, որոնցով մարդիկ ապահովված են։ Մենք եղել ենք Փարաքյարի բոլոր 16 ընտրական տեղամասերում եւ Գյումրիի 82 տեղամասերից 66 տեղամասերում։ Հիմնական խախտումների վիճակագրական պատկերի առումով ժամը 2:30-ի դրությամբ, այսինքն ժամ առաջվա դրությամբ, հետեւյալն է 19 խախտում, եթե խոսում ենք իրական քիչ թե շատ խախտումների մասին Գյումրիում եւ 14-ը Փարաքյարում, մասնավորապես արձանագրել ենք վիճաբանության 4, բաց քվեարկության 3, դիտորդի իրավունքների խախտման 2 դեպք, ընդ որում 2-1-ը Փարաքյարում, 1-ը Գյումրիում, Փարաքյարին այդքան լուրջ չէր, Գյումրիին 31 կոտորակ, 37 ընտրական տեղամասում լուրջ էր եւ դրա հետ կապված արդեն գլխավոր դատախազին հանցագործության մասին հաղորդումը հասցեագրել ենք, խոսքը հենց մեր դիտորդի մասին էր։ Իրականում մեր ընտրությունների պատմությունը շատ հետաքրքիր է, հենց իմ կարծիքով դա ասենց մարդկային արժանապատվության նկատմամբ վերաբերմունքի ամբողջական պատմություն է, երբ որ նայում ենք 90-ականներին ոնց են վերաբերվել այդ ռողիկվային ու շարունակում ենք դրանից։ 21-ին մի հետաքրքիր արտահայտություն արեց մեր գործընկերներից մեկը, որ երբեք ընտրողի ձայնը այսպես չէր արժևորվել, այն իմաստով, որ ինչքան բարձրացել էր ընտրակաշարքի առաջարկվող կամ ենթադրվող գումարը, բայց միաժամանակ ինչքան բարդ էր դա, ու երբ որ նայում ենք հետադարձով իրոք գումարի չափը, որ առաջարկվում էր, որով կազմակերպվում են ընտրությունները, այն որ մարդկանց կարող էին նույնիսկ չթողնել ընտրության կամ ուղղակի չանհանգստանալ, որ ընտրողները չեն գալիս, որովհետև լցոնում են ուղղակի անում, կամ հենց շատ կտրուկ քաղաքացիների արձանագրությունների փոխելը, լույս անջատելը, մարծեցելը, բայց հետագայի մասով մենք խոսում ենք ընտրությունների մասին, որտեղ շատ դժգոհ ենք, շատ բողոքում ենք, որ տեղամասի շրջակայքում 1 կամ 2 հոգի էին։ Իհարկե մենք տեսնում ենք դրա խնդիրը, որովհետև մենք վստահ չենք, որ ունենք այնպիսի գիտակցությամբ քաղաքացիներ, որոնք չեն ճնշվի դրանից, որովհետև առանց կճնշվելն է, հա, կճնշվի մարդը ազդեցությունից թե ոչ։ Ըստ էության նույն վարչական ռեսուրսի իմաստով, եթե
մենք ունեինք իրավիճակ, որտեղ մարդը վստահ էր, որ իրեն ու իր ընտանիքին, իր մերձավորներին հնարավոր բոլորին կազատեն աշխատանքից, եթե չանի էս ինչ բանը, դա շատ տարբերվում է նրանից, երբ ինքը հասկանում է, որ կարա ընդվզի ու դա իր ընտանիքի համար վտանգավոր չի։ Ու ձեզից շատ մենք մանկուկա, որ սխալը Իհարկե դեղամասի վրա չէ, օրինակ դուք լարված կանգնել եք, ինչ որ անտած սպասեք, որ դուք մեր վրա թերություններ տեսնեք։ Չի կարելի դպես, գիտեք։ Չեք կնանձի լրացնեք, ես ազատ իրավունք ունեմ։ Եթե սխալը արձանագրվի, դուք մի արձագանքեք։ Ենթադրություններ չգրենք որպես հստակ, եթե մի բանը հստակ գրենք, որ վերջում ենթադրություն է դա, որ ենթադրում որպես հանձնաժողովի անդամներ նախագահ ենթադրում եք, որ տենց է եղել, բայց որպես փաստ դա չներկայացնում։ ենթադրում ենք, ենթադրում ենք։ 2015 թվականի հանրաքվեն թերևս վերջիններ, որի ժամանակ ուղիղ լցոնումներ էին։ Ու շատ հստակ էր, որ տեսնում ենք, եթե 30-40% մասնակցությունը արդյունքները հակառակն են, դրանից բարձր մասնակցությունը հակառակն են։ Այդ օրինաչափությունը շատ հստակ էր, մենք նույնիսկ դրա մասին հաղորդում էինք տվել այդ ժամանակ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակով, բայց բնականաբար ոչինչ տեղի չունեցավ, բայց մենք նաև ունեինք տեղեկություններ, որ այս դեպքում գյուղապետերին, համայնքապետերին տրվել էր ընտրողների ամբողջական ցուցակները ու իրանք հպարտանում էին նույնիսկ նրանով, որ այլ մարդկանց նեղություն չեն տալիս, որ կան տեղամաս քվեարկելու, այնա իրանք իրենց փոխարեն լրացնում են։ Մեր տիպի երկրներում, որտեղ որ հանձնաժողովները եւս դեռ չեն կայացել որպես պրոֆեսիոնալ մարմիններ, այլ ամեն դեպքում ներկայացնում են իրենց կուսակցությունների շահերը, ստացվում է, որ դիտորդի անաչառությունը շատ էական է դնում։ Ու այստեղ դիտորդի անաչառությունը միաժամանակ նաև շատ մեծ պատասխանատվություն է դնում ընդհանուր առմամբ երևույթի վրա, հա, որովհետև երբ որ ունենք կեղծ դիտորդական առաքելություններ, քաղաքական նկատառումներով ստեղծված դիտորդական առաքելություններ եւ այլն, դրանք ազդում են այլ դիտորդական առաքելությունների վրա, երբ որ ունենք ապա տեղեկատվություն կամ երբեմն ճիշտ տեղեկատվություն միջազգային դիտորդների ինչ որ վիճելի վարքի հետ կապված, իրականում դա արժեզրկում է ամբողջ միջազգային առաքելությունների երևույթը, երբ որ մենք որպես ներքին փորձառություն, որպես ծանոթանալով գործընթացին, ծանոթանալով իրենց եկույցներին եւ այլն, տեսնում ենք, թե ինչքան մեծ արժեք են դրանք բերում, բայց ընդհանրապես ընդհանուր հասարակությունը միշտ առաջնորդվում է տպավորություններով, ոչ թե փաստերով։ Մենք փորձում ենք դիտորդական առաքելության միջոցով մի քիչ ավելի ապահովել մեր դերը պաշտպանության բանով, որ կարողանանք ընտրողների շահերը պաշտպանել, բայց նաև իրոք ապահովել չեզոքությունը հնարավորինս, որովհետև հասկանում ենք, որ նաև մեր դիտորդները, որոնց մենք ընտրում ենք, այնպես չի, որ իրանք քաղաքականապես կամ քաղաքացիական առումով ակտիվ չեն։ Հա, իսկ ակտիվ մարդիկ ունեն դիրքորոշում։ Շատ կարևոր է ապահովել, որ իրանց դիրքորոշումը լինի դիրքորոշում արդարության ու ժողովրդավարության մասին առաջին հերթին, քան առանձին ինչ-որ ուժերի աջակցության կամ ընդհակառակը դեմ լինելու։